Նախկինում դրոնները անվնաս խաղալիքներ էին, իսկ այսօր դրանք տեսախցիկ են, արդյունաբերական գործիք եւ իհարկե զենք, շատ արդյունավետ եւ ահեղ զենք։ Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ դրոններն անում են ամեն ինչ։ Դրանք նկարում են հարսանիքներ, ցողում են դաշտերը, ստուգում էլեկտրակայանները, փրկում մարդկանց եւ պայթեցնում տանկերը։ Բայց քաոսի հենց կենտրոնում կանգնած է եռատարանոց DJI ընկերությունը։ Հենց նա էլ տեսագրությունը բլոգերներից վերածեց մեծ կինոյի։ Հենց նրա անօթաչու սարքերն են թռչում դաշտերի, շինհրապարակների, լեռների եւ մեգապոլիսների վրայով։ Եվ այո, հենց նրա տեխնոլոգիան է փոխել պատերազմը։ Այսօր DJI-ն աշխարհի ամենակարևոր տեխնոլոգիական ապրանքանիշերից մեկն է, ընկերություն, որը կոչվում է Չինաստանի Apple։ Բայց ինչպես է DJI-ն այդքան ուժեղ կրակում։ Ինչու հենց այն գրավեց անօթաչու թռչող սարքերի համաշխարհային արդյունաբերություն, պես է ստացվում, որ ցանկացած նորմալ դրոն DJI։ Իսկ ինչու դեռ ոչ ոք չի կարողացել մարտահրավեր նետել նրան։ Ես Լեշա Պոտլեպնովն եմ։ Ուրախ եմ տեսնել ձեզ իմ ալիքում ընկերության տեխնոլոգիաների մասին, որոնք այժմ փոխում են աշխարհը։ Եվ այսօր մենք կգտնենք այն հիմնական պատճառը, թե ինչու է DJI-ն փոքր ուսանողական ստարտափից վերածվել անօթաչու թռչող սարքերի համաշխարհային թագավորի 1 տասնյակ տարում։ Եվ վստահ եղեք, պատճառը ձեզ կզարմացնի։ Քանի որ DJI-ի գլխավոր գաղտնիքը նույնիսկ դրոնները չեն, այն շատ ավելի խորն է թաքնված։ Եվ այսօր մենք դա կբացահայտենք։ Այսպիսով 1910-ականների սկզբին դրոնը հենց այդպիսի բարձունակ թռչող նման պրոտոդրոններ պատրաստել են Պետրոտը, Միկրոկոպտերը, Խապսը, Վոլկերը եւ մի տասնյակ այլ անուններ, որոնց մասին դուք ամենայն հավանականությամբ նույնիսկ չեք էլ լսել։ Այդ տարիների ամենահայտնի մոդելներից մեկը Perrot-ի այս AR դրոնն էր։ Հեռախոսի կառավարում ներկառուցված տեսախցիկ։ Այդ օրերին այն նման էր տիեզերքի, բայց այսօր չես կարող նրան նայել առանց ժպտալու։ Այո, կային նաև ռազմական դրոններ, բայց հետո դրանք ավելի շատ նման էին մինի ինքնաթիռների եւ շատ ծավալուն էին։ Ոչ միայն ժամանակակից FPV-ները, այլ նաև սպառողական դրոնների շուկան, որոնք կոչվում էին նաև հոբի դրոններ, բացարձակապես աննշան էին։ Ընդամենը 20-40 միլիոն դոլար ամբողջ աշխարհում։ Եվ այս թվերը շատ ճշգրիտ չեն։ Այս խորշը այնքան փոքր էր եւ ոչ մեկի համար ավելորդ, որ ոչ ոք դա նույնիսկ նորմալ չէր համարում։ Բայց միևնույն ժամանակ զարգանում էր DIY ուղղաթիռների մի ամբողջ մշակույթ։ Դե այցից դուք կարող եք պատրաստել ձեր սեփական անօթաչու թռչող սարքը։ Բայց գիտեք, շրջանակի եւ շարժիչների հավաքումը գործի միայն կեսն է։ Որպեսզի անօթաչու թռչող սարքը թռչի, անհրաժեշտ է թռիչքի վերահսկի։ Դե նրա ուղեղ կարգավորիչը ստանում է տվյալներ բոլոր սենսորներից, վերլուծում դրանք եւ վերահսկում շարժիչներ։ Նրա շնորհիվ է, որ դրոնը պահպանում է բարձրությունը, չի ընկնում եւ ենթարկվում օդաչուին։ Եվ հենց այստեղ է սկսվում զվարճանքը։ 2000 ակավրիչներ գրեթե բացակայում էին, հատկապես սպառողական անօթաչու թռչող սարքերի եւ հատկապես DIY փաթեթների համար։ Այնտեղ եղածները կամ ծանր էին, կամ թանկարժեք, կամ շատ։ Իսկ հիմա Վանտաո անունով մի տղա սովորում է Հոնկոնգի համալսարանում։ Ակը Ֆրանկ Վանգ։ Նա ամեն ինչ թռչելու սիրահար է, որոշում է, ես ինքս նորմալ թռիչքային համակարգ կպատրաստեմ։ Նա կանչում է մի քանի ինժեներ ընկերների եւ հավաքում է առաջին աշխատող հսկիչը, Բառացիորեն հանրակացարանում։ Այսպիսով 2006-2007 թվականներին հայտնվեց Dadian Innovation ընկերությունը։ Dadian-ը կարելի է թարգմանել որպես նոր հորիզոնների յուրացում կամ նոր սահմանների հասնել։ Այսինքն DJI-ն բառացիորեն նոր տեխնոլոգիաներ է։ Վանտաուն սկսում է վաճառել իր առաջին կարգավորիչները առցանց ֆորումների եւ ռադիոյի փոքր խանութների միջոցով։ Առաջին փողը հայտնվում է։ Թիմը գրասենյակ է վարձում Շենժենում։ Մենք անդրադառնանք դրան ավելի ուշ։ Գնում է սարքավորումներ, վարձում առաջին աշխատակիցներին։ Իսկ չինական կողմը արագորեն գիտակցում է այս տեխնոլոգիայի խոստումը եւ Վանտաուն ստանում է առաջին դրամաշնորհները։ Միևնույն ժամանակ DJI-ն շարունակում է բարելավել իր վերահսկիչները։ Ավելի ճիշտ կարդում են սենսորները, ավելի լավ են կայունացնում թռիչքը, ավելացնում են առաջին ավտոպիլոտները։ Իսկ մինչ 2011 թվականը նրանք արդեն ունեն մի քանի սերունդ դրոնների ուղեղ։ Եվ նրանք ունեն նաև իրենց շարժիչները, պտուտակները եւ շրջանակները։ 2011 թվականին DJI-ն նույնիսկ թողարկեց իր առաջին DIY հավաքածուն Flame Wheel-ը։ Ահա այն։ Իսկ 2013 թվականին թողարկվեց նրանց առաջին դրոնը DJI Phantom-ը, եւ այս ապրանքը փոխեց ամեն ինչ։ Phantom-ը արագորեն դառնում է հսկայական հիթ եւ ըստ էության նոր ոսկե ստանդարտ է սահմանում անօթաչու թռչող սարքերի ամբողջ արդյունաբերության համար։ Բայց ո՞րն է դրա հիմնական տարբերությունը։ Այն անմիջապես դուրս թռավ տուփից առանց թյունինգի, առանց կռունկի, կպչուն ժապավենի կախիչների կամ նման այլ բաների։ Այն վստահորեն կախված էր օդում, պատշաճ կերպով ենթարկվում էր հսկողությանը եւ գործարկվում էր հեռակառավարման վահանակից եւ հավելվածից։ Սկզբում նա նկարահանվում էր կասեցված GoPro-ով, բայց արդեն երկրորդ տարբերակում հայտնվեց սեփական տեսախցիկով։ Phantom-ը լրջորեն փոխել է դրոնների ողջ դերը, այն խաղալիքից վերածելով գործիքի։ Առաջին հերթին կրակող գործիք։ Իսկ Phantom-ն արժեր ընդամենը $680, մինչդեռ պրոֆեսիոնալ օդային խցիկները մի կարգով ավելի թանկ արժեն։ Շուկան պայթում է։ Յուրաքանչյուր լուսանկարիչ եւ վիդեոբլոգեր շտապում է անօթաչու թռչող սարքներ։ DJI-ն ըստ էության ստեղծում է նոր շուկա եւ արագորեն դառնում է նրա առաջատարը։ Բայց սա միայն պատմության սկիզբն է։ Ի վերջո հենց այն պահին, երբ դրոնները վերածվում են թևերով տեսախցիկների, DJI-ն թողարկում է իր ամենակարևոր նորամուծությունը։
Այսպիսով դրոնը խաղալիքից վերածվել է թևավոր տեսախցիկի։ Սա նշանակում է, որ առաջին պլան է մղվում կայուն հարթ պատկերը։ Բայց անօդաչու թռչող սարքը պլաստիկյաց փոքրիկ կտոր է, որը թռչում է ետ ու առաջ, կտրուկ փոխում է իր հետագիծը եւ անընդհատ ցնցվում քամուց։ Ինչպես հասնել կատարյալ հարթության։ Ճիշտ է, ձեզ հարկավոր է 3 առանցքի կայունացում։ Տեսախցիկը տեղադրված է հատուկ գիմբալի վրա։ Գիմբալ այս խաղաղնդակ առանցքների երկայնքով եւ խցիկի հորիզոնը ճշգրիտ է պահում աստիճանի մի մասի սահմաններում։ Կանգնած է գեմբոլի ներսում, սա մինի համակարգիչ է, որը տեսախցիկի կողմնորոշմանը տիեզերքում։ Անօդաչու թռչող սարքն ունի նաև իր IMU-ն եւ տվիչները, եւ այս երկու ուղեղներն էլ անընդհատ տվյալներ են փոխանակում եւ սինխրոնիզացվում եւ կամ կարգավորում են դրոնի թռիչքը, կամ պտտում տեսախցիկը։ Դե ամենից հաճախ դա երկուսն է։ Արդյունքն այն է, որ տեսախցիկը միշտ նայում է այնտեղ, որտեղ անօդաչու թռչող սարքի համար այն միաժամանակ նման է սրտի եւ նյարդային համակարգի։ Եվ հենց այս տեխնոլոգիան դարձավ DJI-ի գլխավոր գաղտնիքը, նրանց հիմնական know-how-ն։ Իշեք ես ասացի, որ դրոնի սենսորներից ստացված տվյալները սկզբում գնում են թռիչքի վերահսկիչին, իսկ այնտեղից տեսախցիկի միջոցով դեպի գիմբալ։ Այդ ժամանակ DJI-ն արդեն ուներ իր թռիչքի կարգավորիչը բոլոր գիրոսկոպներով, արագաչափերով, ավտոպիլոտով եւ սեփական ծրագրային ապահովմամբ։ Նրանք արդեն ունեին հիմք, որը կարելի էր հետագայում զարգացնել։ Եվ նրանք սկսեցին դա անել։ 2012-ին թողարկվեց ZenMuse-ը SLR տեսախցիկների համար առաջին պրոֆեսիոնալ երառանցքանի գիմբալը։ Սա DJI-ի առաջին լիարժեք գիմբալն էր։ Այն ծավալուն էր եւ արժեր այնքան, որքան թուջե կամուրջը, բայց այն իսկական հեղափոխություն դարձավ կինոարտադրողների համար։ Նախքան ZenMuse-ը նման բան պարզապես գոյություն չի ունեցել։ Իսկ հետո DJI-ն զբաղվում է ազգային չինական սպորտով նվազեցնելով տեխնոլոգիայի արժեքը։ 2013 թվականին թողարկվեց ZenMuse 32 գիմբալի սպառողական տարբերակը։ Այն ավելի պարզ է, բայց ավելի թեթև եւ հատուկ նախագծված GoPro-ի համար։ Եւ շատ ավելի էժան։ Եվ առաջիկա 2 տարիների ընթացքում DJI-ն կայունացուցիչը բերում է ցանկալի չափի եւ քաշի եւ տեղադրում այն իր Phantom դրոնի վրա։ Միաժամանակ նրանք ստացել են նաեւ իրենց տեսախցիկը, որը նույնպես GoPro-ի փոխեն ամրացրել են Phantom-ի վրա։ Բայց սա դեռ սկիզբն է։ 2016 թվականին հայտնվեց Mavic Pro-ն, առաջին իսկական զանգվածային արտադրության պրոֆեսիոնալ դասի ծալովի անօդաչու թռչող սարքը։ Այնուհետև կոմպակտ Mavic Mini-ն, որը դառնում է հայտնի հիթ։ Դե եթե այն նույնիսկ ավելի փոքր լիներ, դուք կարող եք ընդհանուր առմամբ լցնել այն փոքրիկ ձեռքի պայուսակի մեջ եւ նկարահանման գործառույթն ավելի վատ։ Հետաքրքիր է, որ դրան զուգահեռ DJI-ն գործարկում է Osmo գիծը։ Սրանք ամենևին էլ դրոններ չեն, այլ ձեռքի կայունացուցիչներ եւ տեսախցիկներ։ Եվ դա այն է, ինչ DJI-ի մասին է։ Նա անօդաչու սարքեր չի արտադրում, նա արտադրում է աշխարհի լավագույն կայունացման համակարգերը։ Սա նրանց հիմնական տեխնոլոգիան է, որտեղ պետք է տեղադրեմ այն հաջորդը։ Թռչող տեսախցիկը կամ ձեռքով արդեն բիզնեսի եւ շահույթի խնդիր է։ Բայց ինչու այս ամենն արեց փոքր ուսանողական ստարտափը, այլ ոչ թե ինչ-որ հարուստ չինական հոլդինգ։ Հիշեք, ես ձեզ ասացի, որ Վանտաոն եւ նրա մի քանի ընկերներն իրենք են մշակել առաջին թռիչքի կարգավորիչը։ Դե բառացիորեն հարակացարանում։ Անցավ ժամանակ DJI-ն ուներ հսկայական գրասենյակ, շատ աշխատակիցներ, փող ներդրողներ, բայց նրանց հիմնական մոտեցումը չփոխվեց։ DJI-ն սկզբանե չէր ցանկանում կախված լինել մատակարարներից։ Ի վերջո, եթե ձեր արտադրանքը հավաքված է այլ մարդկանց տեխնոլոգիաներից, ապա դուք միշտ կախված եք արտաքին քմահաճույքներից։ Մի մատակարարը բարձրացրեց գինը, մյուսը փոխեց բնութագրեր, իսկ երրորդը հետաձգեց առաքումը։ Վանտաոն հասկացավ մի պարզ բան։ Եթե ցանկանում եք իդեալական արտադրանք, ապա հիմնական տեխնոլոգիաները պետք է լինեն ձեր սեփականը, էլեկտրոնիկան, սենսորները, ճարտարապետությունը, ալգորիթմները, ծրագրային ապահովումը։ Պետք է լինի ձեր սեփական։ Եվ սա միայն նրա քմահաճույքը չէ։ Երբ DJI-ն պատրաստեց առաջին կարգավորիչը, նրանք փորձեցին դրա համար պատրաստի մոդուլներ գնել։ Բայց պարզվեց, որ դրանք կամ շատ ծանր են, կամ թանկ են, կամ պարզապես վատն են։ Այդ իսկ պատճառով DJI-ն եկել է իրենցը ստեղծելու։ Այստեղ դուք պետք է հասկանաք մի կարևոր բան։ Մինչ DJI-ն գործնականում սպառողական անօդաչու թռչող սարքերի արդյունաբերություն չկար։ Ֆանտան այն տեղադրեց գրեթե 0-ից, ինչը նշանակում է, որ պատրաստի լուծումներ չկային։ Ամեն ինչ ինքներս պետք է անեինք։ Եվ DJI-ն արեց։ Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ պատրաստի տեխնոլոգիաները սկսեցին ի հայտ գալ, DJI-ն դեռ նախընտրում էր պատրաստել իր սեփականը։ Եվ ամեն ինչ վերաբերում է գիտակցված բիզնես ռազմավարությանը։ 10-ականներին Չինաստանն արդեն ուներ մի շարք գործարաններ, որոնք պատրաստ էին ամեն ինչ արտադրել, էժան եւ արագ։ Բայց ընդհակառակը տեխնոլոգիաների մշակողները բավարար չափով չկային։ Վանտաոն չէր ուզում դառնալ այլ գործարան։ Ի վերջո գործարանը դժոխային մրցակցությամբ ցածր եկամուտ ունեցող բիզնես է, բայց տեխնոլոգիաներ ստեղծողն այլ հարց է։ Սա ուժեղ ապրանքանիշ է բարձր շահույթ եւ առատաձեռն աջակցություն չինական կուսակցության կողմից։ Չինական բանակում ես նույնիսկ DJ գաղտնաբառը չեմ, այլ ընդհանրապես։ Ահա թե ինչն է նրանց նմանեցնում Apple-ին։ Սեփական տեխնոլոգիաներ, ապարատային եւ ծրագրային ապահովման կատարյալ ինտեգրում ուժեղ ապրանքանիշ։ Եվ նաեւ այն, որ իրենք ստեղծեցին նոր շուկա եւ դարձան դրա երկաթե առաջատարը։ Դե ճիշտ այնպես ինչպես Apple-ն իր iPhone-ը։ Ուժեղ տեխնոլոգիա կարող է մասշտաբավորվել տասնյակ ապրանքների մեջ։ Անօդաչու սարքերի համար սարը կայունացուցիչ ունեք։ Հիանալի սարքերի համար կայունացուցիչ ենք պատրաստում, խնդիր չկա։ Շատ մեծ ներդրում է ունեցել նաև աշխարհագրությունը։ Հիշեք, ես ասացի, որ DJI-ն գործում է Շենժեն քաղաքում եւ սա Չինաստանի սիլիկոնային հովիտն է։ Tencent-ը, Huawei-ը, Oppo-ն, Vivo-ն, OnePlus-ը, BYD-ը եւ մի խումբ այլ չինական տեխնոլոգիական հրեշներ մեծացել են այնտեղ։
Շենժենը պատրաստի տեխնոլոգիական կլաստեր է, որտեղ ամեն ինչ ձեռքի տակ է։ DJ-ներին հարկավոր չէ երկար մատակարարման շղթան կառուցել եւ ինժեներներ քաշել ամբողջ երկրում։ Սա նրանց թույլ է տալիս արագացնել զարգացումը։ DJ-ը կարող է պատրաստի նախատիպը հավաքել ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ DJ-ն ստարտափի հազվագյուտ օրինակ է, որը միտումնավոր ընտրեց զրոյից տեխնոլոգիաներ ստեղծելու եւ նոր արդյունաբերություն կառուցելու դժվարին ճանապարհը, բայց ի վերջո հաղթեց։ Եվ այսօր ամբողջ աշխարհը մյուս անօթաչու սարքերը համեմատում է DJ-ի հետ, ինչպես սմարթֆոնները Apple-ի հետ։ Այսօր մասնավոր հոբբի դրոնների համաշխարհային արդյունաբերությունը ոչ թե 20-40 միլիոն է, այլ 5-6 միլիարդ դոլար։ Սա մոտավորապես նույնն է, ինչ բոլոր խաղային նոթբուքերը կամ բոլոր ֆիթնես ապարանջանները, մեծահասակների լուրջ շուկա։ Իսկ 5-7 տարի հետո այն կհասնի 20 միլիարդի։ Եվ ամենայն հավանականությամբ սա շատ համեստ գնահատական է։ Մի քանի տարի առաջ Ֆրենկ Վանտաուն դարձավ Ասիայի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը։ Այսօր նրա կարողությունը կազմում է մոտ 5 միլիարդ դոլար, իսկ ինքնին DJ-ն արժե 10-20։ Եվ սա հեռու է սահմանից։ Այսպիսով մենք պարզեցինք DJ-ի ամենակարևոր գաղտնիքը, հիմունքներն ու հիմքերը, որոնց վրա նրանք կառուցեցին իրենց հաջողությունը եւ անօթաչու սարքը դարձրին զանգվածային սարք։ Դե իհարկե նման ընկերություն ունի այլ հետաքրքիր առանձնահատկություններ։ Օրինակ նրանք ունեն շատ անսովոր վաճառքի ռազմավարություն նման գիտական մարդակերություն։ Եվ ես արդեն առանձին գրառում ունեմ այս մասին իմ Telegram ալիքում։ Ումը կլինի նկարագրության մեջ, կարող եք հանգիստ գնալ ու ամեն ինչ կարդալ։ Բայց եթե ավանցիկ տեսնայթ անպայման բաժանորդագրվեք։ Սա իսկապես օգնում է ալիքի աճին եւ ինձ մոտիվացիա է տալիս համար ավելի հետաքրքիր բովանդակություն ստեղծելու համար։ Վերջում անպայման կլինեն չինական տեխնոլոգիաների մասին իմ մյուս տեսանյութերի հղումները, օրինակ սմարթֆոնների կամ անսովոր բջջային ընկերությունների մասին։ Ես նաեւ խորհուրդ եմ տալիս ստուգել ձեզ հետ Լեշա Պոդկլետնոն։ Կհանդիպենք շուտով։